Իսկ նորմալ ապրանքապետ։ Վագն Ալեքսանյան։ Տրուսիկ։ Երկրի նախագահը։ Իշավոտնուկ։ Տարոն Չախոյան։ Անվաստակ, որովհետև իրանք անվաստակներ են, ուրիշի վաստակը գնահատելու ունակություն չունեն։ Ինչու մենք իրանց մեղադրում։ Որ իրանք մեր պետության թշնամիներն են։ Բարձրագույն կրթություն չունի, նախկինում դատված, ոչ մի տեղ չի աշխատել։ Մյուս կողմից էլ դարել է TikTok ֆենոմեն։ Պետրոս քիշկ է։ Ձեր հետևը մենք սենց մի հատ Ինքնա։ Հա, լավ ջան։ Այսօր շատ հետաքրքիր ոդկաստ ենք ունենալու։ Ով է մեր հյուրը այսօր։ Հա, մեր հյուրը շատ սպասված հյուր է, իդեպ շատերն են մեզ դիմել այս հարցը, բա երբ եք կանչելու։ Ուրեմն քաղաքական գործիչ, շատ հայտնի հաղորդումների վարող, Պետրոս Ղազարյանի alter ego Էդգար Ղազարյանը։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Ոնց եք։ Շատ լավ։ Պարոն Ղազարյան, մենք շատ շնորհակալ ենք, որ դուք մեր հրավերքը ընդունեցիք։ Անկեղծ ասեմ, մտավախություն ունենք, որ ոնց որ ձանձրանալու եք, բայց մենք մի հատ էլ հյուր ենք հրավիրել, հրաժարվեց գալ ստեղ, չգիտեմ ինչու, արդյոք ինչ որ վախ մթնոլորտ է, բայց մենք որոշում ենք գտել, որ ձեզ հետաքրքիր լինի, կարաք մեկ-մեկ իրան ինչ որ հարցերով դիմեք, ոնց որ հոգի հարազատ ձեզ լինի։ Ո՞վ է եղել։ Հա, համել Պետրոսն ա եղել։ քանի որ մեր քաշերը բանի իմաստով, քաղաքական իմաստով եւ փորձի իմաստով տարբեր են, պետք է հավասարակշռեինք։ Դրա Ես ասենք ով է եղել հյուրը, որ չեկե Պետրոսն է հասկալի, եթե նա լսում է, որ ես մի տեղից եմ, ինք չի գալի։ Դուք սխալ եք, քանի որ ինք եկավ, բայց ուրիշ մի հատ տեսակով, մայստրո, пожалуйста։ Էդգար ջան, ձեր հետևը մենք սենց մի հատ Ինքնա։ Ես ասում եմ, հաստատեց։ ես ասում եմ, չէ, ինքը գլի։ Կարանք անջատենք, եթե ինչ որ բան Չէ, ինձ համար շատ բնական է արդեն իմ կենսամիջավայր։ Շատ լավ։ Այսինքն sense 4-ով ենք այսօր վարում, որպես դիտորդ հրավիրել ենք։ Պարոն Ղազարյան, գիտեք, որ շատ մարդիկ կան, որ դիտում են ձեր հաղորդումը, մտածում են, որ էսի իրոք ոնց որ մոնտաժված չի, որ դուք իրանց հետ նստացեք միշտ ու ոնց որ sense Սկզբից հաստատ տենց էր։ Սկզբնական շրջանում շատերի մոտ էր այդ մոլորությունը, նույնիսկ որոնց փորձառու մարդկանց էլ, այսինքն հեռուստատեսության հետ առնչություն ունեցող մարդկանց, ասում են զարմանում են ոնց է այդ գարին, բայց հետո մի անգամ կանչին, երկու անգամ կանչին, հետո ասենք Էդգարը դրանց էս բաներ ասում, ոչ մի ձեն չեն անում, զարմացած նայում եմ։ Հետո բայց անկեղծ որ ասեմ, մենք այդ մոլորությունը չենք ուզել գցենք, էլ, այսինքն մենք բոլոր հաղորդումների ժամանակ ասել եմ ես, որ քանի որ իրանք վախենում են ինձ հրավիրեն հմեկ Ես ինքս եմ դիմում, իրանք չեն կանչում, այս ձևաչափն ենք գտել, այսինքն ես միշտ ասել եմ, որ սա սարքված, մոնտաժված տեսանյութ է, ու մի հատ էլ է բան արել, գերություն է գրել հմեկի ղեկավարությանը, ասում եմ, ես մի հատ հաջող պրոյեկտ ունենք Ղազարյան versus Ղազարյաններ, վերեք ձեր տաղավարում նկարենք հմեկի, ինչը ձեզ իրավունք կտա, որ հմեկով էլ դա հեռարձակեք, հոնորար չեմ ուզում, այնքան որ ոչ միայն անտիֆեյքով գնա, այլ նաև հմեկով գնա։ Չընթառաջեցին, դեմ էին, չգիտեմ ինչի, բայց ավելի հմեկի ռեյտինգը կբարձրացներ, որովհետև sense հիմա շատ մարդ կա Պետրոսի սովորական հարցազրույցները, հմեկում չի նայում, ասում են սպասենք Ղազարյանի։ Անիմաստ երկու անգամ չնայեն։ Ես եմ այդ մարդկանցից անկեղծ։ Այո, որովհետև ասեմ, քաղաքական սովորական այդ միջավայրը ծանր է, հատկապես որ երկար ինչ որ լուրջ բաներից են խոսում եւ այլն, մեր հայրիս կյանքն էլ գիտեք ինքն իրանով արդեն բարդ է, առավոտը դուրս ես գալիս փոսերով, պրոբկեքով, չգիտեմ, այլ խնդիրներով մինչև գալիս հասնում ես ինչ-որ միտեղ, արդեն ներվայնացած ես։ Մի հատ էլ իրիկունը գնաս քաղաքականության մեջ ամեն ինչը լսես, կգժվես։ Չէ, բայց ասենք օրինակ այդ հաղորդման հիմնական նպատակը ճիշտ է, ես դա դες թեթևի մեջ եմ ներկայացում, չէ, որոշ հումորով սատիրա բան, բայց իր գլխավոր նպատակը իշխանական թեզերը կոտրելն է։ Ես ասենք բոլոր հարցազրույցները չի որ Պետրոսի, ինքը շաբաթվա մեջ մոտ 4 կամ 5-ն է ունենում, մենք վերցնում ենք 2-ը, որոնք քաղաքական որոշակի բովանդակություն են, որովհետև մեր նպատակը ոչ թե իրանց ծաղրելն է, այդ չի նպատակը։ Նպատակը իրանց թեզերը ջարդելն է ու փաստերով։ Իրանց հաղորդումը տևում է 25 րոպե, ես պատրաստում եմ 2-ից 3 ժամ ամեն մեկի վրա ստոպով լսում եմ րոպեները ֆիքսում եմ, ասենք այս ինչ բան ասած, մտնում եմ ինտերնետ, փաստեր Սա ամսաթվերով, բաներով, ասենք ենթադրենք
խոսում են նախկինի թալանած, ես ինչի մաս, ես սպասի, մեկի բացում եմ հենց այդ նույն խոսացողի գույքի եկամուտների հայտարարագիրը։ Ու նայում եմ, տեսնում եմ, թե եփա տուն առե։ Կինը որտեղ աշխատում, իր ասենք Հայ Կոնջոյրան, չէ՞, նես ծանր խոսում է, մեկը պարզում է, կինը Հայ Փոստի տնօրեն են, իրանք տուն են առե, տունը ինչ-որ շուկայականից ցածր գնով են առե։ Բայց այս ամեն ինչը ասելուց ես ոչ թե վերացական եմ ասում, այլ փաստերով, բացում եմ հետքը, բացում եմ իր գույքի եկամուտի հայտարարագիրը, բացում եմ իր աշխատավարձը, սաղ ամսաթվերով ֆիքսում եմ, որպեսզի իմ խոսքը փաստարկված են, այսինքն շատ ենք չարչարվում, բայց արդյունքը կա, իսկ մատուցման ձևն է կարևոր, այսինքն շատ մարդիկ կարան վերցնեն վերլուծեն, փաստեր վերհանեն եւ այլն, բայց կորի այդ նյութը, բայց հաջողության բանալին կամ բանաձևը, որ ստացել եք դուք, հենց այդ մատուցման ձևն է, թեթև, հումորով, բայց թեզերը ջարդող եւ փաստերով։ Բայց վտանգել կա, ասենք պետք է նաեւ այս վիրավորանքի չանցնել, ասենք օրինակ զրպարտություն պիտի չլինի, էլի, կամ ասենք գրեհկաբանություն պիտի չլինի, էլի, որովհետեւ դա նաեւ իմ խոսքը շատ բաներ կա, որ ես փորձում եմ, ասենց ասենք օրինակ Ռոմանոս Պետրոսյան միակ մարդն է, որից դատի տվե միակն է։ Ու ասենք ինչ ես խոսել եմ, սղագրել է ու դատի ատվել որպես վիրավորանք, բայց ասենք ընդ վիրավորանք չկա, օրինակ ասում Էդգար Ղազարյանն ասում է ներեգություն արտահայտությանս այսօր մեր հյուրն է Ռոմանոս Պետրոսյանը։ Ասենք ընդ վիրավորանքը ո՞րն է։ Հիմա եթե ինքը գա դատարան պիտի ասի քանի որ ես ուրեմն իմ մասին խոսալը արդեն վիրավորանքը։ Բայց պարոն Ղազարյան, Ինչու Ռոմանոսը որ գաս խոսած։ Վիրավորանքը զուտ իրավական տեսանկյունից եք նայում, դա հիմա եթե մարդը վիրավորվում է, նույնիսկ եթե դուք չեք համարում կամ դատարանը չի համարում, որ դա վիրավորանք է, բայց եթե գիտեք խոսքի, որ Պետրոսը վիրավորվում է, դուք մտածում եք, որ դա իր խնդիրն է, դա իր խնդիրն է, ամեն մարդ իր սահմանը ունի։ Հիմա եթե այդ մարդը զանգի, sense անկեղծ ասի Էդգար ջան, ну неприятно мне, բանա ոնց որ ես ինչ կանեք այդ դեպքում։ Ես մինչև հիմա տենց կոնտակտներ որևէ մեկի հետ չի եղել, այսինքն որևէ մեկը չի զանգել ինձ միակ նորից եմ ասում, միակ դեպքը դա Ռոմանոս Պետրոսյանի հայցն է, որ հələ դատականիստը չի եղել, որ գնանք հասկանանք, ասենք ինչի ես վիրավոր։ Օրինակ ես են ասում Ռոմանոս ջան, խառը վախտերա դու քիչ երևա էլի, ասենք, որովհետև այդ հոգեվորականներին տարբեր բաների մեջ են մեղադրում։ Վերջը սա ջարդվել է քո գլխին, ասենք մի երևա, ասենք դուք ես հիմա այս խառը վախտերը չտենան չհիշեն, էլի։ Կամ ասենք օրինակ ասեմ մի ժամանակ գնա ինչ գնացել ես հեծ, այնպես ճլորած տեսք ունես։ Ունեն կառավարությունում լավ էր, էլի, առույգ կլում կանգնում էր։ Հիմա ասեք վիրավորանք չկա, հասկանում։ Հիմա այնտեղ նայեք, այնտեղ վիրավորանք չկա, ոչ մեկը օրինակ ոչ մի անգամ Պետրոսը ինձ կոնտակտի դուրս չի եկել, էլի, որ ասի ինձ վիրավորում է։ Այսինքն ինչ են վիրավորում, ասում են ղազախական ցորեն քիշկ է։ Հիմա մարդ կարող է ինքնա չի ասել որ ղազախական ցորենա ներմուծում, դա լավ է։ Հա, ասենք չի ասի, չէ՞ որ դա չպետք է մենք ուտենք, բան, այդ նշանակում է որ ինքը պոտենցիալ սպառող է։ Հիմա ես էլ ասում եմ ենթադրվում եմ որ ինքը շատ ասում եմ Պետրոս քիշկ է։ Հիմա դե ինչ վիրավորանք կա էլի որ ինքին զանգի ասի ինչ ես ասում ղազախական ցորենի ես գրեշկա եմ ուտում չի ասել դες բան ու ոչ մեկի ես ինքս փորձում եմ այդ սահմանը պահեմ էլի նաև որպեսզի եւ որտեվ ես իրականում իրանց վիրավորել նպատակ չունեմ իմ նորից եմ ասում իմ գլխավոր նպատակը որ այդ հաղորդում ենք ստեղծել ենք իրանց թեզերը ջախջախելն է իսկ կա ինչ որ լավ պերսոնաժ հետաքրքիր այն որ միշտ սպասված հյուր է ձեր հաղորդման դե ինքը կան հյուրեր որ Պետրոսը շուշուտ է կանչում այսինքն այդ հյուրերին ես չեմ ընտրում ես ուղղակի Պետրոսին ասում եմ մի քիչ իմ կարծիքը հաշվի առնել օրինակ ինձ նորմալ ապրանքապետ Պետրոսին ասել եմ, ես քեզ նշանակում եմ այդ հաղորդման սպիտի պետ, նյութատեխնիկական մատակարարումների բաժին։ Դու ինձ նորմալ ապրանք մատակարարի, ես մնացածը կաշխատեմ։ Նենց անհետաքրքիր մարդ մի բեր էլի։ Լավ է, այս վերջի շրջանում լավ է մատը։ Ասենք օրինակ Վահագ Ալեքսանյան, այդ են Սիրվատ օրինակ որ ասում եք, չէ՞ որ շփոթում էին, բան, դրան մի անգամ որ ասես ներքնաշոր էի նվիրե մարդիկ հենց էին մտածել որ իսկականից ես դա տվել եմ էլ դա եթերում ա եղել բայց օրինակ Վահագին է շատ կանչում են Ռուբեն Ռուբինյան Հայ Կոնջոյրան մի քանի մարդիկ կան որոնք իրանք են հաճախեթում
հմեք, բայց օրինակ կա մարդիկ, որոնք որ քիչ են գնում, բայց այդ հաղորդումները եղել են հենց ամենաճանաչվածներից, օրինակ մի հատ Ստեփան Գրիգորյան կա քաղաքագետ, ինձ ռուսախոզում Հա։ Հա, ասենք ես նաև դրանց պարոդիա էի անում, էդ էլ էր, որ Պետրոսը հարցնում ասում կարևոր են ոտքի վրա հանդիպում, շատ կարևոր, ոտքի վրա հանդիպումներ շատ կարևոր։ Օրինական ռուսաստան քննադատողա, չէ՞, ինքը դինում, որ Ու նենց նկատել եք, չէ՞, որ Հայաստանում բոլոր հակառուսները ռուսական կրթություն ունեն։ հա։ Մեծ մաս։ Իրանք Ռուսաստանի սովորել։ Օրինակ Ստեփան Գրիգորյանը հապկում Հայաստանի մշտական ներկայացուցիչ է եղել։ Մոսկվայում Հայաստանի դեսպանության աշխատակից է եղել։ Ու ինքը հիմա այն ամենախորը հակառուսա դիրքավորված էլի, տարօրինակ է։ Իսկ բանի ժամանակ ոնց է, օրինակ ինտերվյու է, այսինքն որտեղ որ ոչ թե հաղորդում է նկարահանվում, այլ հարց են տալիս կամ ինչ որ, չգիտեմ, ճեպազրույց է եւ այլ, այնտեղ էլ է երբեմն էս վերջերս ոնց որ Արաբական ձերի հետ կապված կար մեկնաբանություն։ Ասում է դա ամենադիտվող ռիլն է։ Հա։ Այս վերջի շրջանում ինչ որ դարել են հենց համահայկական մեմ է, էդի դից իմ կամքի, էդի մեկ էլ Բայց ոնց է մտքոմացել, հա, ոնց է դա ծնվում, այդ հումորի զգացումը որտեղից է, էլի ծնվել է։ Այ ազդեցիա, դե գիտեք, ասենք դե հումորը ընդհանուր ես սիրում եմ անկեղծ ասած անեկդոտներ պատմել։ Ու իսկ տենց խոսքի մեջ, բանավոր խոսքի մեջ ոնց որ դա ծնվում է, օրինակ ասենք այդ արաբական ձիերը ինձ հատուկ չեմ մտածել, էլի։ Բայց ասենք ինձ համար տարօրինակ է թվացել, թե Աննա Հակոբյանը ինչի պիտի գնա արաբական ձիերի փառատոնին, էլի։ Բայց ինձ զարմացնում է։ Օրինակ ասենք եթե էշերի փառատոնալներ այտենց չէի բանանի, կասի դե մտածեի, կասի դե առնչվում, հա, էշերի հետ կոնկրետ ինչ-որ մեկի հետ կապված հետա գնում է փառատոն տենա էշի եւ նրա խնամքը ենթադրենք Էդի մաստեր կլաս է, էդի փառատոն։ Ինստրուկցիային ծանոթանամ, ասես հետաքրքրված է, առնչվում է, գնացել է որ իմանա ինչ աշխարհում ինչ տենդենսներ կա։ Ահա, հասկացա։ Բայց ձիերի հետ ոչ մի կապ չկա, էլի։ Բայց հիմա նայեք, խոսքի ազատության մասին խոսենք։ Հիմա սենց կոչված վարչապետը այս վերջերս ինչ որ օգտագործում է սենց տարօրինակ լեքսիկա ելույթների ոդկասթների մինի ոդկասթների Ոդկասթներ հիմա ունեն եթե ընտանեկան անվանում է որևէ մեկին իր հակառակորդին, չգիտեմ, ինչ որ մարդուն բոմժ, հա, տեսել ենք, հիմա բոմժ է անվանում։ Եթե մենք շարունակենք ձեր լոգիկան, դա ոնց որ վիրավորանք չի, դա իր անձնական կարծիքն է, չգիտեմ, բայց ոնց որ մեծ արձագանք ենք ստացել, որ վարչապետին չի սազում տենց ոնց որ բառեր օգտագործել, բայց դա էլ է նրա հետևանքը, որ հիմա ինչ որ սենց աթելության մթնոլորտ է ստեղծված, որտեղ ոնց որ բոլորը ասում են ինչ որ ուզում են, ոնց որ ազատություն է, բայց խոսքի ազատությունը դա չի նշանակում, որ մենք ոնց որ ամեն ինչ կարանք թույլ տանք մեզ ասենք, հա, հիմա ոնց եք վերաբերվում նրան, որ մեր վարչապետը ամենավերջի դեպքը, հա, ինչ որ լեքսիկա է օգտագործում, որը իրավական տեսանկյունից վիրավորանք չի, նու չես կարա ես դատես միանշանակ չի լինի այդ հարցում, եթե մեկին բոմժ են անվանում, все-таки վիրավորանքոտ է, էլի։ Ճիշտ է, դատարանի ֆունկցիա մեր վրա չվերցնենք, բայց ամեն դեպքում դա իրանց է, էլի բնորոշ, բայց մինչև այդ հարուստ պատմություն ունենք, չէ՞, կաթողիկոսների կամ սրբազաններից մեկին, չէ՞, հրավիրել էր, որ որոշ բաներ ցույցադրի, եղել է, ոնց ասենք, փորձ դրա, բացի նրանից, լավ, հələ օրինականությունը դատարանն է որոշում, որ դա վիրավորանք է, թե ոչ։ Դե ոնց որ մենք մեր ներքին ցենզուրա ունենք, էլի։ Այդ այլ հարց է, բարոյական եւ հասարակական դատարանը որոշում է, եթե հայց կա, ասենք մարդը ինքը համարում է, որ իրան վիրավորել են, ինքը դիմում է դա, այդ վաղտա դառնում դատական քննարկման, որոնց դա քաղաքացիական իրավական հարաբերություններ է, բայց դե կարևոր է սուբյեկտները, խոսքը ով է հնչեցնում։ Այսինքն, եթե ես հիմա օրինակ ազատ հասարակական գործիչ եմ, իմ խոսքի ազատության շրջանակը ավելի լայն է։ Երբ որ ես դեսպան էի, իմ խոսքի պատասխանատվության աստիճանը շատ ավելի բարձր էր եւ նեղ։ Օրինակ ես իմ կատակասեր բնույթը դեսպան եղած ժամանակ չեմ արտահայտ, այսինքն երբ որ ես գնում եի դիվանագիտական ընդունելությունների, ես այնտեղ անեկդոտներ չէի պատմում։ Սա իր հերթին, մյուս կողմից ասենք խոսացողը այլևս ոչ թե Էդգարն, այլ Հայաստանի դեսպանը։
ու դու ինչ որ դու արդեն դու անանձնական կերպար ես։ Հիմա առավել եւս վարչապետի պարագայում, չէ՞։ Այսինքն դու պիտի քեզ հաշիվ տաս, դու ոչ թե սովորական մարդ ես, այլ դու պետության ղեկավար ես, եւ եթե ասենք եթում ես Պուտինի հետ հանդիպանում մի հատ կանացի բռոշկա ես խփում դոշիդ, դա անթույլատրելի է, որովհետեւ դիվանագիտական արարողակարգը չի ենթադրենք, որ տղամարդը բռոշկա կրի, ականջողներ կրի կամ աբադոկ դնի, կարող է դու ուզում ես դա անես, բայց եթե դու այդ կարգավիճակն ունես, պիտի ականջողներ կամ բռոշկա, դա կանացի բան է, բիժուտերիա է, ասենք տղամարդիկ այդ չափի նշաներ չեն կրում ընդհանրապես, կանայք են կրում։ Հիմա ասենք թե պարզ է, չէ, Պուտինը դրան նայելուց չի արտահայտի, չէ, պետության ղեկավարը այն է, բայց հաստատ կմտածի, չէ, դու ապուշ չես, չես խփե դոշի դեկեն նստես, ինչ ես ուզում դրան չի ասե, օրինակ ես չեմ լսել, որ Պուտինն իրան ասացել է, դու ապուշ չես, բայց ենթադրում եմ, որ մտքում հաստատ ոչ միայն ով տեսածել են իրանց են Կրեմլին աշխատողներից են, 100% կասել դու ապուշ չես, ես չես խփե դոշի դեկես, ինչ ես դրանով ուզում ասես, էլի, պիտի դու քեզ հաշիվ տաս, չէ՞, կամ ասենք օրինակ ընդհանրենք որ հարվածային գործիքներ է, նվա ամարդ կարա էլի նախասիրություններ ունի, բայց ցուցադրելը որն է, չէ՞, կամ ասենք թե ամեն ձեռին կա, երեկել կան, այն մի քանի օր առաջ էլ։ Այդ հիմա բիբարի ջերմոց ձեռը գցում բիբարն ուտում, այդ հիմա ելակիլը ձեռ, այ մարդ բանկա կարաս տենաս չուտես, էլի, տենց էլ է հնարավոր, արա խո ամեն տեսած բանը չես ուտի, չէ՞, ասենք թե բանա դրած կարաս նայես, տենաս իրան ցարտադրել, չուտես։ Ասենք ենթադրենք գնացել ես ելակի ջերմոց կերար ելակը։ Բա որ ասենք գնաս ենթադրենք մի հատ վերջին ինչ ասես արտադրում են, չէ՞։ Որը Ես հասկացա հիմա, այսինքն այդ Ղազարան versus Ղազարանում այդ ֆունկցիան էլ եք վերցրել։ Այդ ղազախական ծորենը կարելի է չուտել պաստա։ Անկից կարելի է չուտել էլի։ Հիմա իրա պարագայում պետության ղեկավարը դու քեզ պիտի հաշիվ տաս, դու ինչ ես անում, որտեղ ես գնում, ոնց ես ներկայանում, չէ՞, դա պատասխանատու։ Իրա մոտ այդ պատասխանատվության զգացողություն, լսեք պատկերացրեք օրինակ իրա վիդեոները, որ մենք նայում ենք, չէ՞։ Չեմ ասում էլի մեծ երկրները բան, ասենք օրինակ Վրաստանի վարչապետի օգնականը, որ օթանավով ճամփորդում են, օթանավը ազատ ժամանակ սաղսել ունենում ենք, չէ՞, չես բանում։ Անդրեք հերրախոսը բերի ասի պարոն վարչապետ, մատ նայեք էլի Հայաստանի վարչապետն է։ Նայելուց արա կասել լավ է, եկա մարդ ես, ինչ ես անում էլի, չէ՞։ Օրինակ Մոսկվայում ժամը 5-ին ելերը հեծանի վեր քշում, չէ՞։ Դե հիմա ասենք թե պետության ղեկավարը եկել է, նշանակում է Ռուսաստանի պետական պահպանության ծառայությունը պետք է իրան վերցնի պահպանության տակ, չէ՞։ Հիմա պատկերացրու իրան կծված սպան Զեկուցում է պահպանության պետին, ասում է, «Էս ինչ ես»։ Հեծանիվ եմ ուզում քշեմ։ Հայաստանի վարչապետն ուզում է առավոտը հեծանիվ քշի, մենք դի ծառայություն կազմենք։ Պարզա չի ասենք նա առնվազն գնդապետ տալելու, բան խոսեր խոդան ասում չի արես։ Էլի արա։ Որովհետև եթե դա առողջության համար է, այն հյուրանոցում որտեղ որ ինքը մնում է, կա տրենաժոր կա դալիճ։ Այտենց մարզա դալիճ չկա, որ հեծանիվ տրենաժոր չունենա։ Դու կարաս հանգիստ առավոտը իջնես այդ տրենաժորը, ինչ պարտադիր է Մոսկվայի փողոցներում անձրև ինչ առավոտը կարաս իջնես մարզա դալիճում։ Նորմալ, ինչ քանի կիլոմետր քեզ պետք է քշես, ցայվես, փոխվես, գնաս հանդիպման, չէ՞, ինչես էլ ենք այդ փողոցներ։ Հետո էլ մի հատ ուրիշ հարց էլ առաջանում է, ախես դուք այդ բաները ուշադրություն չեք դարձնում։ Ես նաև Իսկ թվաց նա այդ հեծանիվը գողացել է։ Որովհետև չես լուրջ եմ ասում։ Հարցում էին արի, ասում են ինքը հեծանիվ հետը տանում, թե ընդեղից է որ պատահածա։ Ասում են չի տանում։ Հիմա նայ, այդ օրը որ գնացել էր Պուտինի ծննդյան նախորդը, այդ օրը Հայաստանում ինքը հանդիպում էր, գիշերը ժամը 11-ին էր գնացել Մոսկվա։ Ժամը 11-ին գնացել էր, այդ ժամին արդեն Մոսկվայում խանութները փակ են, ասենք չէր կարա գնալ ժամը 12-ին հեծանիվ առներ։ Առավոտն էլ է փակ։ 5-ին։ Առավոտը էլ է հյուրանոցի հետ մտած։ Վերցես քսե։ Պատկերացրու հիմա նայեք, ծիծաղում ենք, չէ՞։ Հիմա Ռուսաստանի անվտանգության ծառայողներն էլ են, չէ՞, ծիծաղում։ Այդ հիմա Լոնդոն ընդդեիններն էլ են, չէ՞, ծիծաղում։ Բայց այսինքն դու դառնում ես ծիծաղ, իսկ եթե դու դառնում ես ծիծաղի առարկա, այլևս քո հետ հնարավոր չի լուրջ
այդ մարդիկ լուրջ Բանակցել, հարցեր Բայց քննարկեն։ պարոն Ղազարյան, մյուս կողմից էլ դարել է TikTok ֆենոմեն։ Հիմա կա ինչ որ հասարակության մի մասը, որը ողջունում է Բայց դա խարդախություն է, էլ ասենք, եթե ինքը ցույց է տալի, որ ինքը ուտում է կուկուռուզ, չէ՞։ Այդ ինչա, մի օր կուկուռուզ, մի օր փողոցից առնում աճպա, ասենք էդի մարդկանց մոտ, որ ինքը ցենց հասարակ մարդ է, էլի, չէ՞, ինքը այդ ձևով է ապրում։ նու նպատակը է դա։ Բայց իր իրական կենցաղը հոտեշ, մեկը տենում ենք դրա հաջորդ օրը, կառավարությունում ինքը որ ջուր է խմում, իրան շշից ջուր լցնողը բաժակի մեջ սպիտակ պիջակով, սպիտակ ձեռնոցներով մատուցող է։ Այսինքն ինքը նույնիսկ ջուրը որ խմում է, իրան այդ ձևով են սպասարկում։ Այդ կուկուռուզուտողի վիճակը տենց չի դնում։ Ուրեմն եթե ինքը կուկուռուզ ատում, ուրեմն ջուրը պիտի ծորակը բացի, գլուխը մցնի տակը խմի։ Առանց բաժակի պիտի խմի, ուրեմն։ Բայց ինքը խափում է, չէ՞, մարդկանց ասում է իբր ինքը տենց է ապրում, բայց իրականում ինքը լրիվ ուրիշ շռայլությունների մեջ է։ Ես նայել եմ բյուջե 24 թվին էր, հետո ամեն տարի ավել է։ Միայն իր այդ դաչայի պահպանության ծախսերը օրական 1.700.000 դրամ է, օրական։ Մի հատ կուկուռուզը, ասենք Դիլիջանի պար 500 դրամ էփածը։ Հələ 1.700.000 դրամը բաժանի է, առանց էփել 200 դրամ։ Հələ Չգիտենք էփածա թե չէ։ Կեպացա։ ինքը չէին էփած ատում, չես ում ասեմ որ առնի ավելի շատ կառնի։ Կարար անեպատար։ Հələ 1.700.000 դրամը բաժանեք էփածի գնին 500, տեսեք քանի տոննա է ան։ Չէ՞։ Այդքան տոննա 50 հոգի չէ, նորմալ անասնապահական ֆերմալետի մի տարվա իրանց կերակրաբաժինն է։ Ասում ենք։ Բայց իրանք խափում են մարդկանց, որ իրանք իբրը սենց սովորական կյանքով ու եթե նկատել եք նախասիրությունները շուտ վերանում են, չէ՞, ասենք ինքը վաղուց հեծանիվ չի քշում, չնայած մի ժամանակ Մետրո չի նստում, եթե քարոշչական բան չկա։ Այնպես որ դա սուտ է, դա իր էությունը նորից եմ ասում, էլի կան մարդիկ, որոնք իրանց նախասիրություններով այգեծով ապրում են, դա նորմալ է։ Իրա պարագայում ամեն ինչը նես կեղծ ցուցադրական իմաստ ունի, էլի։ Ու կարող է մի փոքր շերտի վրա հասարակության դա ազդեցություն է թողնում, բայց դա չի կարա, էլի, ռեալ ընկալում ունենա, շատերի մոտ հակառակը, հենց հակազդեցություն է առաջացնում։ Լավ, այդ խոսքի ազատությունից քանի որ խոսացինք, այստեղ մի հատ դիտարկում կա, շատ հաճախ լսում եմ, հատկապես քաղաքական գործիչներից, ինչ որ մի բան ասում են, հետո հենց այդ հայցի է գալիս կամ պատասխան են հնչում, ասում են մենք վիրավորում ենք, քաղաքական գնահատական, ինչ որ նոր տերմինոլոգիա է հայտնվել, քաղաքական գնահատական։ Այսինքն իրանք մարդուն ասում են կամ կաթողիկոսին ասում են հələ արի ստահակ կամ չգիտեմ քեզ ցույց տամ որ ես տղամարդ եմ կամ ինչ էր այնտեղ առաջարկում, չեմ էլ հիշում կոնտեքստը, բայց մենք մեր այսօրվա զրույցի սկզբում ասում դրան անդրադարձանք։ Հա։ Այդ մասով էլեկտրոձևով, այո։ Ու ըստ էության հետո որ բանելում ասում են դե քաղաքական գնահատականներ է տալիս հիմա ինչ կա այդտեղ եկեք խոսքի ազատությունը չսահմանափակենք, բայց այդտեղ կա սուր խոսք, քննադատություն, վիրավորանք եւ այլն, մեր մոտ խառնվել է այս ամեն ինչը։ Ու վատը այն է որ ճիշտ եք ասում, երբ որ լիներ անհատ, որ դա վարկագիծ է դրսևորում, գիտենք։ Մարդը անում է, բայց որ պաշտոնյա է, երկրի ղեկավարը, ինքը ըստ էության ոնց որ թույլտվություն տա, ասում այսի նորմա է հասարակությանը կարելի է ասենց պահել։ Չէ՞ որ անպատժելիություն է, ընդունվել է, մի հատ էլ արդարացվել է ԿՊ-ի կողմից օրինակ, ու ժողովրդի մեջ սկսում է այդ բանը սրսկվել, թույն է, էլի այսպես ասած, երբ որ մենք այլևս թույլ չենք տալիս մեզ ասելով հասարակություն նկատի ունեմ, նմանատիպ վարկագիծ հիմա նորմալ է դարել։ Բացի դրանից իհարկե մենք գիտենք սոցիալական ցանցերը, ֆեյքերը եւ այլն նպաստում են դրան, ինչի որտեւ էլի պատժելիությունը վերացել է այլևս։ Բայց հիմա ոնց որ քիչ թե շատ այդ փոփոխությունը ա եղել, որ անհագ ես քիչ առաջին չի ասում եմ պաշտոնյան պիտի ավելի պատասխանատու գտնվի, չէ, իր խոսքի հանդեպ։ Ու կա հակառակը, պաշտոնյայի ուղված խոսքում այնտեղ ազատության աստիճանն է մեծ, այսինքն եթե ես պաշտոնյա եմ, ես պիտի զուսպ գտնվեմ իմ խոսքում, վիրավորանք որևէ տեսակի առհասարակ պիտի բացակայի, կշռադատված հիմնավոր պիտի լինի խոսքը, բայց իմ հանդեպ ուրիշները կարան ազատ լինեն, կարան նաև վիրավորեն, կարան նաև տեղեկություններ ասեն, որը զրպարտություն է,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը օրինակ ասում է այդ դեպքում եթե դու պաշտոնյա ես հանրային գործիչ ես, պիտի ավելի ներողամիտ գտնվես։ Բա մարդ ես, եթե ինչ-որ մեկը գալիս է քեզ գովում է, փառաբանում է, շատ ժամանակ անտեղի, չէ՞։ Բա մեկն էլ կարա քեզ վիրավորի, դու չես կարա ամեն անգամ քեզ ուղված վիրավորանք վերցես տանես դատան, Ալեն Սիմոնյան, չէ՞։ 28 հայց ունի, երկուսը իմ դեմ, երկուսը արդեն շահել է։ Մեկ իր հասցե մի բան ասում, ինքը մի անգամից վերցնում գնում դատարան մեծ գումարներ պահանջելով։ Օրինակ դատարանում ես ասում եմ, էլի ես հիմա այս պայն չեմ աշխատում, 4 երեխա ունեմ, երկուսը անչափահաս, չէ՞։ Ինքը ինձից ուզում է ընդհանրենք 1,200,000 դրամ փող, ասում եմ, ես ի վիճակի չեմ նույնիսկ տալ։ Էն էլ ինչ եմ իրան ասում եմ, որ դու կոռուպցիոներ ես եղել, ու հիմնավորել եմ, չէ՞։ Ինքը չի ուզում ընդունի, որ ինքը կոռուպցիոներ է, չնայած որ հսկայական սեփականությունա ձեռք բերի ավտո առեց ախևի վառում, եւ սա փաստերով ինչ որ ասում եմ մամուլի հրապարակումներով։ Հիմա ինձ դատի է տվել, փող ինձնից ուզում է ինչի համար, ֆինանսապես ինձ նեղություն տա։ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ասում եմ, քիչ հանգիստ գտնվի, պաշտոնյա ես, մեկն էլ քեզ տենց կասի, ոչինչ։ Քաղաքական գործիչ ես, քեզ տենց է Public person է։ քննադատում, այսինքն այ օրինակ դու հաստատ չես կարա թքես մարդու վրա։ Մարդը կարա, այսինքն անհայտ կորածի ծնողը կամ հարազատը ունենալով այդ ծանր ապրումները, որ հատկապես քո մեղքով իր հարազատը անհետ կորած, այո, նա կարա նաև վրդովմունք ունենա։ Նա կարա քո նկատմամբ ատելության լծվի, նա զգում է, որ քո մեղքով ինքը հարազատ է կորցրել։ Արո, կարա նաև քեզ հայհոյի։ Բայց դա չի նշանակում, որ դու էլ պիտի իրան շուրջը նույն Պարոն Ղազարյան, ինչ է մոտիվացնում մարդկանց ընդհանրապես մտնել քաղաքականության մեջ։ Հիմա պատկերացեք, կիրթ, հավասարակշռված, հաջողված մարդը, որը ուզում է ինչ-որ պատրիոտիկ մոտեցումներից ուզում է մտնի քաղաքականության մեջ, որ իր երկիրը զարգացնի։ Բայց հիմա եթե հասկանում է, որ կգա ստեղ, լավ աշխատավարձ ուներ, լավ կարիերա էր արժվում իրեն, բայց գալիս է քաղաքականության մեջ ու հասկանում է, որ իրան ամեն մեկը կարա, չգիտեմ, վիրավորի։ Չի դիմոտիվացնում, ինչ որ հասարակությունն էլ չէ պետք է ինչ որ գծեր չանցնի վիրավորանքների իմաստով, էլի, որ ժողովուրդը հանգիստ իրանց գործը կարողանա, ես չեմ ասում էդի ալեն ինչի վերաբերում կամ որևէ այլ, չէ, ես համաձայն չեմ, օրինակ հասարակության ղեկավարի հանդեպ խոսքի ազատությունը, դա հենց ղեկավարին պատասխանատվության է տանում, այսինքն մարդիկ հանիրավիճ բան չեն ասում, չէ, այսինքն դու պիտի այնպիսի ղեկավար լինես, որ մարդկանց առիթ չտաս, որ մարդիկ հիմար չէ, մարդիկ շատ լավ զգում են, այս մարդը բարեխիղճ ծառայող, պատասխանատու, սրտացավ պետական գործիչ է, թե ենթադրենք շարլատանի մեկն է, չէ՞։ Օրինակ ես չեմ պատկերացնում էլի, որ ենթադրենք որևէ մեկը կարար կանգներ ու Կարեն Դեմիրճյանի հասցեին այնպես խոսել, ոնց որ խոսում է Ալեն Սիմոնյանի հասցեին։ Երկուսն էլ եղել են, չէ՞, ազգային ժողովին, որովհետև այդ մարդը իր ամբողջ էությամբ պատկառանք էր ու իրան այնպես էր պահում հասարակության մեջ, որ առիթ չէր տալի, որ որևէ մեկը իր հասցեին կարող էին իրան քննադատեն, իր գաղափարները չկիսեն, բայց ոչ մեկը նրան չէր կանգնի վիրավորանք հնչեցնել, որովհետև ինքն էլ էր հարգանքով լսված հասարակության դրա համար պիտի հենց այդ բանը դրա համար է, որ ցանկացած պաշտոնյա ինքը պետական պաշտոն զբաղեցնելով այդ զգոնություն ունենա, այնպես դրսևոր իրան, որ առիթ չտա, որ մարդիկ իրեն վիրավորեն, իր հասցեին որևէ բան։ Էլի միշտ էլ եղել են շատ մարդիկ, որոնք որ պարկեշտ առաքինի պետական գործիչներ են եղել, որոնց նկատմամբ մենք ակամայից հարգանք ենք տածում եւ չես կարա այդ մարդկանց կարան ասենք վիրավորեն, մենակ այն մարդիկ, ովքեր ընդհանրապես որևէ արժանինքներ չունեն, հիմա ասենք օրինակ Վահագ Ալեքսանյան, Ռուբեն Ռուբինյան, ում մասին ասես, ինչ ասես խոսում են, չէ՞, կարող ասենք մի հատ հաջողված գործարարի հասցեին, այնց արհամարանքով խոսան, մի հատ գիտնականի հասցեին խոսան, ասեն դու սա սուտ ես, սա կաշառքով գնացել, այդ ինչի՞ց է, որտեղ իրենք սեփական վաստակ չունեն։ Չէ՞։ Եթե մարդը սեփական վաստակ ունենում, ասենք օրինակ գնում է հոդվածներ է գրում, դիսերտացիա, պաշտպանում դառնում է գիտությունների թեկնածու, երբ որ լսում է դիմացին ակադեմիկոսը, ասում է ես իմ այսքան չարչարանքով հորել է դոցենտ եմ։ Եթե մարդը ակադեմիկոս է, նշանակում է ինքը դրա երրապատիկ, քառապատիկ ավելի աշխատանք վաստակ է, չէ՞։ Ու ակամայից, այսինքն եթե դու ինչ-որ բան ունես, ուրիշի ունեցածի նկատմամբ հարգանք ես ունենում, չէ՞։ Իսկ սրանք քանի որ իրանք սեփական ոչ մի բանը չունեն, դրա համար ուրիշի ստեղծածի ոչ մի բանը իրանց համար հաշիվ չի։
Դա համար ցանկացած մարդու իր համար մեկը, ոնց ուզեն կարան հետը խոսեն, վիրավորեն, ինչ ուզում են ասեն, այդ իրանցից է գալի։ Դրա համար այդպես մարդիկ պիտի իշխանության ղեկին չլինեն ընդհանրապես։ Օրինակ ինչի՞ է պետք սրանց մաքրել հեռացնել, որովհետև իրանք անվաստակներ են, ուրիշի վաստակը գնահատելու ունակություն չունեն։ Որովհետև եթե դու ինչ-որ բան ստեղծում ես, ուրիշին էլ գնահատում ես, չէ՞։ Օրինակ հիմա ասենք թե ես ուժեղ Հայաստան թիմում եմ, չէ՞։ Ու ես չեմ անվերապահ վստահում Սամվել Կարապետյանին, որովհետև ասում եմ լավ, ես էլ եմ կյանքի որոշակի էտապ անցել, չէ՞։ Ինքը ինձնից ընդամենը 10 տարի է մեծ, չէ՞։ Ես էլ եմ որոշակի հաջողություններ ունեցել, գիտեմ ինչ դժվարություններ ունեմ։ Լավ ասեմ, եթե ես իմ ունեցած այսքան դժվարություններով է, նրան ինչ որ մեկը խո պարքև չի տվի, ինքնա չէ վաստակի է։ Նշանակում է մենք բացառիկ մարդու հետ, չէ՞, գործ ունենք։ Անբնական մարդու հետ, չէ՞, գործ։ Ասենք Քերք Քրքորյանը խոսով ինպես մարդ չէր։ Դա սովորական մարդ չի, չէ՞, չես կարող ասես, ոնց կարա մարդը Ամերիկայի պես դες բարդ երկրում, որտեղ բիզնեսի ինչ կոնկուրենցիա է եղել, ինչ հարաբերություններ են եղել, սովորական մարդ, ասենք ինքը ստեղծում է մի հատ հսկա հնարավորություններ, դա սովորական Շարլ Ազնավուրը սովորական արտիստ չի, 1000 հոգի կան, որ երգիչներ են, արտիստներ են, բան չէ, նա բացառիկ է, չէ՞, հիմա մեր ժողովրդի մեջ կան մարդիկ, որոնք որ սովորական չեն, բացառիկ են։ Հիմա եթե դու ինչ-որ բան վաստակ ունես, դիմացինի բացառիկությունը գնահատում ես։ Եթե մի անգամ նստում ես դաշնամուրի մոտ մի բան ես ֆարշ-մաշ նվագում ես, մի բան ուզում ես երգես չի ստացվում, ասում ես, արա, բայց մի րոպե, ուրեմն նա ուրիշ է, չէ՞։ Իսկ եթե դու Վահագ Ալեքսանյան ես, դրա համար պիտի Վահագ Ալեքսանյան էլի կարա լինի։ Բայց իր տեղում պիտի լինի, էլի ազգային ժողովում չպիտի լինի, իշխանության մեջ։ Որտեղում օրինակ է։ Որտեղում կարեր։ Գյուղատնտեսության շատ աշխատանք կա։ Բոլորը պետք են։ Բայց Սարգիսի ասածը, այսինքն շարունակելով միտք ասում, բա ինչի են գնում քաղաքականություն։ Տրամաբանական, եթե շարունակություն տանք, հիմա մարդը շանս է ստացել, հնարավորություն է, դուռ է ինչ որ բացվել իր առաջ, ասում եմ մտնեմ այդ դռան մեջ։ Օրինակ պատկերացրեք, մենք գործատու ենք, ամենքս մի հատ փոքր բիզնես ունենք։ Դու ունես իրավաբանական խորհրդատվական ընկերություն, դու ունես մի հատ բիզնեսի ընկերություն, ես ունեմ մի հատ, չգիտեմ, այլ ոլորտի էլ մարքեթինգային ընկերություն, թափուր աշխատատեղ ունի։ Իմն է խանութ է, մի հատ փոքր։ Թափուր աշխատատեղ կա, bez աշխատող է պետք։ Հայտարարություն ենք տալի, Նիկոլ Փաշինյան իր CV-ն ուղարկում է։ Նայում ենք էլի։ Բարձրագույն կրթություն չունի, նախկինում դատված, ոչ մի տեղ չի աշխատել, չէ՞։ Ասենք ինչ պոզիցիա է վրա դրան ընդունես աշխատանքի էլի։ Բացառված բան է, որ որևէ գործատու, ասում ես լավ, կանչեմ հարցազրույցի։ Խոսեմ հետ էլի կա։ Կանչում ես գալիս է գեշ։ Երկու բառ հետա խոսում ես, ճղճղան ձենով։ Մի հատ իրավիճակ է ստեղծում, կոնֆլիկտային, արա ասում ես հերքել է։ Ինչ գո, ասենք Նիկոլ Փաշինյանին տաս մեր Հայաթի Սոֆիկի խանութի կասիր, մի ամիս հետո մինուս է տալու 100% կաս է թողը վերցել, այդ հայապետերի տանելու է։ Հիմա ասում ես այդ մարդը, որ անպիտը ոչ մի բանի պետք չի։ Նա մտածում ես որ վարչապետ չեմ, ուրիշ ինչ կարա բլեմ։ Ոչ մի բան։ Հետ ասեք Վահագ Ալեքսյանը, որ падգամավոր չլինի։ Ինքը ինչ կարա լինի։ Ոչ մի բան։ Ռուբեն Ռուբինյանի առաջի աշխատանքը ոչ թե պաշտոնը։ Առաջի աշխատանք, որ ասենք տնից դուրս եկե գնացել է գործի ժամին կոֆեն դրել, բան վերջում աշխատավարձ։ Երել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 18 թվից հետո մինչև այդ պաշտոնը ինքը ուրիշ աշխատանք չի ունեցել, հասկանում ես։ Տրթած Սարգսյանը Վայոց Ձորի առաջի աշխատանքի իրան շենքի լիֆտի փող հավաքողն է ու Վայոց Ձորի մարզպետ։ Ասենք ես որ նշանակվել եմ Վայոց Ձորի մարզպետ, դրանից առաջ արդեն չնայած երիտասարդ տարիքի պաշտոններ էի զբաղեցրել, գործունեություն էի ծավալել։ Հիմա այդ մարդիկ, ասենք ինչի են ձգտում, այդ իրանց համար հեշտ եկամտի աղբյուր առանց աշխատել են, падգամավորներ են, նայեք ԿՊ-ի падգամավորների ցուցակը։ Ես որ ակտիվ քաղաքականությամբ ապրող մարդ եմ, դրանց 69 հոգուց հիմա 40-ի անունը որ նորից կարդամ չեմ հիշի, ինքը ով է։ Սա կենսագրությունները նայում ես, ոչ մի մարդ էլի, ոչ միտեղ ոչ աշխատել են, ոչ բարիք են ստեղծել, ոչ հաջողություն են ունեցել, ոչ մի բան։
Հիմա իրանց համար ձերյակ երել ամիս մենակ դեկտեմբեր ամսին 3 միլիոն ինչ է դաս աշխատես 3 միլիոն քեզ փող տան։ Ոչ չի բան անելու համար ասենք 3 միլիոն գալի նստում է հաշվի լավ է, դրանք կպայքարեն որ մնան, դրանից լավ բան իրանց համար։ Այսինքն իրենք ծառայելու, աշխատելու պատասխանատվություն չունեն, դրա համար են ձգտում։ Այն մարդիկ ով հիմա մարդը որ գալիս ասում է ես 1 դրամով եմ պատրաստ աշխատելու, դրա կոնցեպցիան դու չես կարող համեմատես այս ձերակերների հետ։ Ուսա, ասենք, դեք Սամվել Կարապետյանի առաջադրած մոդելը մի դրամ է, դա նոր չի։ Նոր չի։ Մարդիկ որ գնացել են կամավոր հայրենիքը պաշտպանելու, խո իրանք չեն գնացել փողի համար, կարիերայի համար, չէ։ Այդ նույն բանն է, չէ։ Ասում եմ ինձ փող պետք չի, ես իմ հայրենիքն եմ։ Ուզում եմ իմ հայրենիքին ծառայեմ։ Կարամ պաշտպանեմ իմ հայրենիքին։ Կամավորականները որ գնացել են Արցախյան պատերազմին, խո ես շատ զինվորականների գիտեմ, որ Արցախյան առաջի պատերազմի մասնակից, որ անցել են արդեն բանակում ծառայության, առաջի աշխատավարձը ստացել են, զարմացել են։ Ասում եմ, մեզ ինչ են փող տալի։ Ինչ են մեզ փող տալի, մենք մեր հայրենիքն ենք պաշտպանում, ասենք մեր հայրենիքի պաշտպանելու համար մեզ ինչ են փող տալի, չէ՞։ Այսինքն գոյություն ունի նաև աշխատանքի կամավորության գաղափարը, չէ՞։ Դե դու ինչ ես, այսինքն դու պատրաստ ես ինքդ քո ունեցածը ծախսես գործիդ հաջողության համար ու դա տարբեր օրինակն է։ Ես որ մասնաճյուղի տնօրեն էի Եղեգնաձորի դատարկ շենքում, մեր տան եղած տանում դնում էին դե։ Մեր տնից գրքեր էի տանում, մեր տնից գույք էի տանում մասնաճյուղին, որովհետև իմ նպատակը ոչ թե ինձ փող աշխատելն էր, այլ իմ իդեան առաջ մղել է, իմ գործում հաջողություն ունենալի, ես ինքս պատրաստ էի ոչ թե փող ստանամ, այլ իմ ունեցածը ներդնեմ դրամ։ Դա մարդկանց կոնցեպցիոն տարբերություն է, էլի դու ինչի ես պատրաստ։ Իսկ իրանց պարագայում հակառակն է։ Ոչ մի բանից թալանեն։ Պարոն Ղազարյան, բայց դուք ասում եք, որ ժողովուրդը ամեն ինչ լավ հասկանում է, բայց հետո մենք տեսնում ենք, որ 21 թվին իրանք վերաընտրվեցին։ Հիմա ակնհայտ է, որ իրանց այդ 20%-ի շուրջ ինչ որ փլստում են, էլի։ Ուրեմն նշանակում է, որ ինչ որ ժողովրդի որոշ մասը իրանց աջակցում է նույնիսկ հասկանալով, որ իրանք սենց են։ Չէ։ Իրանք իշխանության չլինեն, Սարգիս, ես քեզ վստահեցնում եմ։ Ասենք օրինակ Փաշինյանը հիմա նախընտրական շրջան է, չէ՞։ Այսօր այնց ազնիվ հրաժարական տա, ոչ թե նախորդների նման կեղծ, այլ ասի ես վարչապետ չեմ։ Մի քաղաքական ուժեղ Հայաստանն է, մեկը Ռոբերտ Քոչարյանն է, մեկը էս ինչն է, մեկը չգիտեմ, էս ինչ կուսակցությունն է, մեկն էլ ես եմ, վարչապետ չեմ, հրաժարական է տալի, գնում է ընտրության։ 4%-ն չի հավաքի։ Լուրջ, դա ամենայն լրջությամբ եմ ասում։ Իրան իշխանությունից վերցնես, ինքը ռեալ հասարակական աջակցություն չունի։ Ու 21 թվին էլ ինքը չի կարելի ասել, ինքը ընտրությունով ժողովուրդը գնաց իր այդ, ինքը այդ իշխանությունը զավթեց ապօրինաբար։ Այսինքն դուք իր յադերնի էլեկտորատին չեք հավատում, որ այդ Չէ, դա պայմանավորված է իր իշխանության ղեկին գտնված լինելու հանգը։ Ինքը մինչև վարչապետ դառնալ, ասենք 18 թիվը։ Բան չէր էլի, անծանոթ մարդ չէր։ Չէ, ճանաչված լրագրող էր, միշտ քաղաքականության մեջ ա եղել, падգամավորի տեխնացու եղել, Երևանի ավականու տեխնացու։ Երբ հանա նորմալ ձայն հավաքի։ 5%, երկու են impeachment դաշինքի ժամանակ 1.5% էր հավաքի։ Երևանի ավականու ընտրությունների 7% էին հավաքի, կարծեմ այն էլ մենակ ինքը չէ։ Լուսավոր Հայաստանի են Արամ Սարգսյանի հետ միասին, կարծեմ 7% ձայն, այնպես չէր որ մարդիկ իրան չէին ճանաչում, դրա համար չէին ընտրում։ Այն Սամվել Ալեքսանյանի հետ գնաց մեծամասնականով առաջադրվեց, չէ։ Հանում լարում են, հիշեք էլ այդ կադրերը են։ Այն կնիկները գնաց թե Նիկոլ գնաց թե իսպանը, հիմա կարող է այդ նույն կնիկները նիկոլական են, չէ։ Իսկեն հանգամանքներն է փոխվել, իրան որ իշխանությունից վերցնես, տակը բան չի, ինքը ոչ թիմակիցներ ունի, ոչ գաղափարախոսություն ունի։ Իրանք ասենք մտածես էս կուսակցություն են, չէ, որ գաղափարախոսության կրող, ոչ մի։ Ովքեր են մարդիկ, ովքեր այդ կուսակցության բաներն են, ասենք թիմային բան։ Իրանք հիմա ասենք թե վստահ եմ հունիսի 8-ի առավոտ ընտրությունների արդյունքները ասացին, որ ինքը չի ընտրվել, իր հիմիկվա ցուցակի падգամավորները գալու են ուժեղ Հայաստանի գրասենյակի դեմ հերթ կանգնեն։ Իդեպ այն մարդիկ, որ հիմա ամենա sense դաժան խոսածողներն են, ինձ թվում է իրանք են առաջին 100%։ հոգեբանական ֆենոմեն է։ Հա, պատմությունը ցույց է տալիս։ Մի հատ այդ դեպքում եկեք կոնկրետացնենք։ Տեսեք, մենք խոսում ենք sense միշտ ընդհանրական։ Ժողովրդի մոտ նաև էմոցիոնալ վերաբերմունք կա այսօրվա իշխանությանը, իրանց վարքագծերին, իրանց քաղաքական ուղուն, որ վարում են եւ անձերի առանձին, հա, մենք ասենց շատ բաներ խոսացին, բայց
Հիմա եկեք կոնկրետանանք, չգիտեմ, օրինակ 3 հիմնական պրետենզիա ԿՊ-ին։ Օրինակ, ինչու՞մ ենք մենք իրանց մեղադրում կամ ինչով են իրանք հիասթափեցրել կամ ինչ շանս են ունեցել չեն օգտագործել։ Ամենալայն իմաստով։ Ինձ թվում է 3-ի մեջ պարոն Ղազարյանը չի տեղավորվում։ Դե դրա համար բանալ։ Ամենագլխավորը ես կարծում եմ դա, որ իրանք մեր պետության ճշտամիներն են, այսինքն իրանց վերաբերմունքը մեր պետության, մեր ժողովրդի հանդեպ դավաճանական է, տեսեք, ու դա միանգամից խաչվում է նաև շարլատանության, խաբեբայության հետ։ Տեսեք, հիմա ասենք օրինակ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է իրանց ծրագիրը, չէ՞։ Ինչ կապ ունի ծրագրում ինչա գրած։ Մեկը դու եթե վերջում անելու ես Ալիևի հանձնարարությունները, մեր ժողովրդին չես խամ, 21 թվին էլ էր դու ծրագիր գրել։ Գլի մատ հիմիկված ծրագիրը մի կարդա։ Արի կարդան քո 21 թվի ծրագիրը։ Այո։ Դենանք դու որ 21 թվին որ գրել էիր, այդ գրածը տես արե։ Թե Ալիևի պահանջներն ես կա։ Այսինքն դու խափում ես, չէ՞ մարդկանց խափում ես, ասում ես ես դեր համար էս կանեմ, այս խափեությամբ իրանց իշխանությունը մի քանիսի քվեն ստանում ես ու փոխանակ քո ասածը անես։ Քո ասածի հակառակն ես անում, ինչ որ ճշտամին է պահանջում։ Սա ամենա մեծ խայտը։ Օրինակ մենք այնպես զարմանքով ենք վերաբերում, էլի վարչապետ, բան էս, ընդամենը ծառ եղա, էլի պաշտոնյա, ինչ է էլի։ Լեհաստանում դա լավ է, հետևում եմ, ասենք Սեյմի նախագահը ծառայողական օթանավ ունի։ Գնում է իր քաղաքը Ժեշովն է, Վարշավայից հեռու է։ 5 անգամ կինը իր հետ գնացել է նույն օթանավով։ Ասում են չհասկացանք, այդ օթանավը քո համար է, կինդ ընդ է։ Ինչ գործ ունի, չէ՞։ Նույնիսկ ասենք դա արի Աննա Հակոբյանին այդպես բան բացատրի։ Բոլոր աշխատանքային այցելություններին այն ժամանակ հետը գնում էր։ Բանը հարցում են, ասում են, բան չի ես գնում։ Լևոն Տեր-Պետրոսյանի կինը չի գնացել, Ռոբերտ Քոչարյանի կինը չի գնացել, Սերժ Սարգսյանը, մենակ դու ես գնում։ Ասում է, չգիտեմ իրանք ինչի չէին գնում, ես իմ ամուսնուն շատ եմ սիրում։ Ասեք, դες բան ասելուց, որ լսում եմ, օրինակ ցանկացած նորմալ մարդ առաջի տրամաբանական հարցն է, չի առաջանում։ Դու դրա ինչն ես սիրում։ Կամ եթե նույնիսկ սիրում ես, հա բա քո ամուսնուն դու պետք է սիրես, բավարար պետք է սիրի, չէ՞։ Բայց այն չէ Սամալուտի մեջ սիրում։ Это ж фантазия, это ж բանը, սպասի կգատուն։ Տանեք սիրես, եթե սիրելու ես, էլի ասենք, հիմա, դա հրաժարականի պահանջ է, չէ, ուրիշ երկրները դրա համար հրաժարական են Բա մի դրական բան կարակ ասեք։ Հա, եկեք դրական։ մի դրական բան ունեն, եթե պիտի գնահատենք, որ իրանք մեր հասարակությանն ամենակեղտոտ շերտը հավաքել են իրար գլխի։ Իրանք օգնեցին, որ մենք բացահայտենք նույնիսկ մեր շրջապատում։ Ովքեր են այն մարդիկ, որոնց որ մենք ավելորդ ուշադրության ենք արժանացրել, ավելորդ սխալ գնահատել ենք, այսինքն մտածել ենք, որ իրանք արժանինքներ ունեցող մարդիկ են, իրանց հետ ընկերություն են կարել։ Այ Փաշինյանը օգնեց, որ յուրաքանչյուրս մեր սոցիալական միջավայրը եւ լայն առումով հասարակական միջավայրը Ավելի լավ ճանաչենք, հա։ զտվի, մաքրվի։ Հիմա օրինակ ասենք հաջորդ կառավարությունը այդ իմաստով միակ բանը, որ դրական բան է ստացել Նիկոլ Փաշինյանից, դա զտված հասարակությունն է։ Արդեն գիտենք այն մարդկանց, ովքեր որ դավաճաններ են, ովքեր որ անհուսալի են, ովքեր որ սկզբունքային չեն, եւ արդեն գիտենք մարդկանց, որ իրանք ճիշտ են կարողացել պահել այս ամբողջ ժամանակաշրջանում։ Սա այդ միակն է, որ իրանք դրական օգուտ են տվել մեր հասարակությանը։ Բայց դավաճանությունը, պարոն Ղազարյան, դա լուրջ մեղադրանք է։ Արդյոք մենք խոսում ենք, խոսքի մարդը ուղղակի կարա չհամապատասխանի իր պաշտոնին։ Չէ։ Դավաճանությունը օրինակ ասենք օրենքով սահմանված, ասում է թշնամուն գաղտնի տեղեկություններ տրամադրել, չէ՞։ Մենք ենք ասում է, ես ականապատ դաշտերի քարտեզները տվել եմ Ադրբեջանին։ Խոստովանում, ասենք ականապատ դաշտի քարտեզը դա ռազմական բնույթի հուժ գաղտնի տեղեկություն է։ Եթե դու թշնամուն այդ տեղեկությունը փոխանցել ես, դա պետական դավաճանություն է։ Ասում է դավաճանությունը թշնամու կողմը անցնելն է։ Թշնամին էս տեսակետում ունի, դու հակադիր, չէ՞։ Ինչ որ մի էտապում ոչ մի բան չի փոխվում մեր երկրի օրենքներում, բան դու սկսում ես Թշնամու տեսակետը պա։ Օրինակ Ալեն Սիմոնյանը 2021 թվին ինքը ստորագրել է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ազգային ժողովների միջև համագործակցության հանձնաժողով ստեղծելու մասին որոշում։ Ու ինքը դարել է այդ հանձնաժողովի նախագահը։
Հիմա ինքը Արցախի հանրապետության ազգային ժողովի նախագահին չի ընդունում։ Ասում է դա անվտանգության սպառնալիք է, ոչ մի բան չի փոխվել մեր երկրի օրենքներում, Արցախի օրենքներում, չէ՞։ Ընդամենը ճշտամին Արցախին տիրացել է։ Մեր Արցախի ազգային ժողովի նախագահը չի հանդիպում, գնում է Ստամբուլում հանդիպում է Գաֆարովայի հետ։ Դա դավաճանություն է, օրենքով գրած դավաճանություն է, էլի։ Այսինքն ըստե էդի սխալ չի, էդի միամտություն չի, էդի ասենք անձնական համակրանք չի, ասենք ինչքան էլ ասենք նմանացնես, ասես ոնց որ մորքուրս ելնի։ Դրա համար եմ գնում հանդիպեմ, նման է, էլի։ Բայց նմանությունը քիչ է, դավաճանություն է դա։ Դա է աններելի է։ Բայց հիմա ձեզ կասեն, բա արդյոք դա առաջի քայլն է, որ այս խաղաղությունը կընկեն, էլի։ Չէ, դա խաղաղության հետ կապ չունի։ Խաղաղության համար պետք է ունենալ հավասար կարգավիճակ։ Չի կարա Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիև, Իլհամ Ալիևը դոլարով միլիարդատեր է, չէ՞։ Նիկոլ Փաշինյանն էլ դիրքավորվել է որպես կուկուռուզ ուտող։ Նրանց միջև չի կարա հավասարը ընկալում ունենա։ Օրինակ Ալիևն չի Ռուբեն Վարդանյանին բանտարկի Ադրբեջանի բան, որովհետեւ Ռուբեն Վարդանյանը իր կալիբրի է։ Սամվել Կարապետյանից Ալիևն չի վախենում, չի հետախուզում հայտարարել, որովհետեւ գիտես, սովորական մարդ չի։ Ամերիկայի նախագահն էլ է դոլարով միլիարդատեր ինքն էլ։ Ուղղակի տարբերությունը քիչ է։ Ինքը զգուշ է։ Ինքը չի կարա Սամվել Կարապետյանին ինձ վերաբերվի ոնց որ Նիկոլ Փաշինյանին։ Դրա համար ինքը ամեն ինչ անելու է որ Նիկոլ Փաշինյանը մնա, բայց մեր ժողովուրդն էլ պիտի հասկանա, որ մենք մեր կշիռը պիտի բարձրացնենք նույնիսկ ավելին լինի, քան ընդեղինը։ Ալիևը Սամվել Կարապետյանի հետ խոսալուց լրիվ ուրիշ դիրք է ընդունելու ու այդ խոսակցության բովանդակությունը ուրիշ բանի մասին ալնելու։ Ու այդ ինչ որ նոր բանն ալնելու, այդ փոփոխությունն ալնելու, այդ է մեզ պետք է։ Okay, եկեք մի քիչ թեման շեղենք, քանի որ խոսեցինք մի քիչ տենց անդրադարձանք Վայոց ձորին։ Կպատմեք մի քիչ այդ ռեգիոնի հետ կապված, քանի որ մենք շատ մարզային այցելություններ ունենք, ամեն մարզը իր համն ու հոտը ունի, ես միշտ ընդգծում եմ, որ մենք բնակչությամբ եւ տարածքով ամենամեծ երկրներից չենք, բայց 30 կիլոմետրի վրա շատ տարբեր մարդիկ կարան ապրեն, այն իմաստով, որ ունեն իրենց յուրահատկությունները։ Այսօրվա իշխանությունը ցավոք օգտագործում է պարակտելու համար, որտեվ տեսել եք, չգիտեմ, արցախցիներն են, այս լեննականցիկ են, այս sense են միշտ վատ բանով, բայց մենք միշտ դրական ենք նայում դրան, որովհետեւ ամեն մեկ համն հոտ է։ Հիմա օրինակ Վայոց ձորը ոնց կբնութագրեիք։ Նույնիսկ Վայոց ձորի ներսում կա այդ տարբերությունը, որովհետև Վայոց ձորի բնակչությունը շատ փոքր է, տարածքով էլ է փոքր, բնակչությունը ընդամենը 56000 մարդ էր, որ ես մարզպետ էի, այսինքն դա Գյումրի կեսն է, էլի, բնակչության թվով փոքր է, բայց այնտեղ կան հին հայեր ենք ասում, բնիկներն են, այսինքն այդ մարդիկ ովքեր այդ տարածքում միշտ են ապրել, մի քանի գյուղեր կան, եւ կան Խոյից, Իրանից գաղթածներ, որոնց թվում է նաեւ իմ պապերը, որոնք խոյեցիներ են։ Նրանք որտեղ եկել են Վայոց ձորում են հիմնականում բնակություն հաստատել, Արտաշատում, շատ գյուղերում, Էջմիածնում կա մի քանի գյուղ, Աշտարակում օրինակ Ոսկեվազում խոյեցիներ են, էլի մենք նույն ոնց որ արմատ ունենք։ Ու այս հին հայերի ու թազա հայեր ենք ասում, նոր հայերի, sense միջև որոշակի sense բաներ կա, նույնիսկ օրինակ ասենք Վայք Եղեգնաձոր, չէ, 10 կիլոմետրի վրա գտնվող երկու փոքր քաղաքներն է, դες մի հատ անեկդոտ կա մեր բարեկամներից մեկն ասում, արա Եղեգնաձոր որ Վայքից եմ տնում, ոնց որ արտազաման հայտ են ասում։ Իհարկե էս բանը բարի մրցակցություն կամ բան է, իրականում շատ համերաշխ են։ Վայոց ձորի ժողովուրդը շատ ազնիվ աշխատասեր, շատ օրինապահ։ Հիշում եմ, ես որ մարզպետ եմ, մի օր ոստիկանության պետը եկել էր, այդպես մարզային այցելություններ էր անում։ Դահլիճում սես նստած են, մարզի ակտիվնա դպրոցի տնօրեններ, համայնքի ղեկավարներ, կազմակերպ։ Սես խոսած, ասա ժողովուրդ, ես նայում եմ քունը ստանում, ասա հանգիստ, բարի։ Բան ասում, օպերատիվ տեղեկություններն եմ նայում, հանցագործություն չկա, համարյա ծանր հանցագործություններ գրեթե տարվա ընթացքում կարող է մի ծանր հանցագործություն չլինի։ Եթե ինչ-որ բանը որ գալիս է օպերատիվը, գյուղական վեճեր, հարևանների միջև բան էլ ինչ-որ այդպես դեպքեր, վթար, մարդիկ շատ օրինապահ, օրինավոր ու շատ համեստ, շատ հանգիստ աշխատանքով, մեծ մասը գյուղական է բնակչությունը, մեր քաղաքները Վայոց ձորում փոքր են։ Ասենք Վայքն էլ է փոքր քաղաք, Եղեգնաձորն է, Ջերմուկն էլ։
ու մեծ մասը գյուղերի հետ կապված են, այսինքն մարդիկ աշխատանքով իրանց բարիքը ստեղծում են, իմիջիայլոց ասեմ, աղքատության մակարդակով ամենացածն է, այսինքն ամենաքիչ աղքատությունը հանրապետությունում Վայոց ձոր, ինչի համար, որովհետև մեծ մասը գյուղերում են ապրում։ Իսկ գյուղում ապրող մարդը իր նվազագույն ապահովման խնդիրը Ինքը կարող ստանում է գյուղատնտեսությամբ լուծի, աղքատությունը ավելի բարձր է խոշոր քաղաքներում, չէ՞, ասենք արդյունաբերական Գյումրին է, Չարենցավանն է, Կոտա, որտեղ որ մարդիկ ձեռնարկություններում են աշխատել, ձեռնարկությունները չկան, իրանք հայտնվել են աղքատության շեմին։ Իհարկե հունիսի 7-ից հետո այդ փոփոխությունը կլինի 300,000 աշխատատեղը հենց այդ խոշոր համայնքներին է լուծելու, այնտեղ այդ խնդիրը կհարթվի։ Բայց ասենք օրինակ Վայոց ձորում տենց սուր չի ու մարդիկ շատ համերաշ ես այդ միջավայրում եմ միշտ ապրեմ, մեծացել ու միշտ այնտեղ եմ աշխատել կյանքից մեծ մասը աշխատանքի։ Ես շատ մեծ սիրով եմ լցված էլի։ Ոնց եք վերաբերվում Նարեկ Կարապետյանի երազանքին, որ Վայոց ձորը դարձնենք գինու արտադրության մայրաքաղաքը Հայաստանում։ Դե sense tendency, հիմա ասենք թե օրինակ նույնիսկ եթե այլ մարզերում գինի է արտադրվում, ասենք Արագածոտում բան, իրանք մեծ մասը Արենի խաղողը առնում են Վայոց ձորից։ Մեր մոտ հիմնականը դա Աղավնաձոր համայնքն է, Արենին, Գետափը, մյուս համայնքները, որոնք որ հիմնական խաղող արտադրողն, այսինքն Արենի սորտի խաղողը դա տեղանքով պայմանավորված։ Օրինակ նույն սորտը տանում ես ուրիշ տեղ աճեցնում ես, իր որակական համային հատկանիշները էապես տարբերվում, այսինքն Արենի տիպի խաղողը կարող արտադրվի այդ որակով միայն Վայոց ձորում։ Դրա համար այդ իմաստով գինեգործությունը, այդ զարգացումը, եթե դա հատկապես տեղում լինի, շատ կարևոր է, ընդ որում ժամանակակից պայմաններում գինեգործությունն ու տուրիզմը իրար հետ ուղիղ կապված է, որովհետև գինու տուրեր կան, չէ՞, մենք էլ ենք ժամանակին մշակի եղել են այդպես բան, այսինքն փոքր գինեգործարանները նրանք ոչ միայն գինի են արտադրում, հիմա էլ Վայոց ձորում կան այդ համտեսի սրահները, օրինակ գինեգործարաններ կան, իրանց համտեսի սրահից ավելի շատ փող են աշխատում, քան հենց բուն գինի, եթե իրաց բիզնեսը մենակ գինին լիներ։ Այսինքն դա այդ համադրությունը կամ ասենք դա օգնում է, օրինակ Արենիում հիմա շատ կան փոքր հյուրատներ։ Մարդիկ իրանց սեփական տան մի հատվածը, մի սենյակը այդ ձևով կարգավորեն, սան հանգույց մաքրություն, դե պարզ է, չէ՞, գյուղ որ գնում ես, ոչ ես մտածում որ դու Շերատոնում կամ Այրոտում պիտի մնաս, այնքան որ մաքուր կոկիկ պայմաններ լինի, հաճույքով մարդիկ գնում են, հիմա Վայոց ձորում շատ են տարածված ու պոտենցիալը մեծ է այս փոքր հյուրատների, այսինքն աուտենտիկ են իրար։ Մարդը մեծ ներդրումներ չի անում, իր տան մի հատվածը վերափոխում է հյուրատան ու ինքը ծանրաբեռված աշխատում է, այսինքն այդ իմաստով մենք կարող ենք շատ լուրջ ծրագրեր ունենալ։ Իհարկե այնտեղ տուրիստական կլաստերներ կան, օրինակ ջերմուկը դրա հետ չես համարել, ջերմուկը լուրջ է։ Դե ջրի վրա ջրաբուժական որպես կուրորտ, լեռնադահուկային իր պոտենցիալ հնարավորությունները լրիվ ուրիշ կոնցեպցիա, այսինքն այնտեղ տարբեր կլաստերներ կան, էլի տուրիզմի զարգացման, դա էլ մեր գործն է։ Մենք պետք է ներքին տուրիզմն էլ զարգացնենք, ոչ միայն արտաքին, քանի որ երբ որ ես տեղափոխվել եմ Հայաստան, ինձ զարմացրել է, երբ որ ես իմ երևանցի ընկերներից հետ շփվում էի, զարմացել էի, թե ինչքան քիչ են եղել Երևանից դուրս։ Ճիշտ է։ Ինձ թվում է պայմաններով է հիմնականում երևի պայմանավորված, որտեվ էապես տարբերություն կա մարզերի, քաղաքների եւ մայրաքաղաքի միջև, այստեղ շատ են, չգիտեմ, ներդրումները, ակտիվությունը, մարդիկ սովորում են այդ միջավայրին, հետո դժվար է գնալ, ասել այնտեղ։ Իդեպ Հայաստանում այդ Կեյնսի օրենքը չի աշխատում, որ պահանջը ստեղծում է առաջարկ, ստեղ հակառակն է, ստեղ դու պետք է առաջարկ ստեղծես ու այդ պահանջը միշտ կա, քանի որ հայերը լավ բան սիրում են, էլի, լավ հյուրանոցներ, լավ ինֆրաստրուկտուրա, ամեն ինչ։ Ստեղ ինձ թվում է պետք է միայն կամք ունենաս դա անես ու առաջի 2, 3, 4, 5 տարին չսպասես ինչ որ ֆենոմենալ շահույթի։ Հետո մեր երկիրը փոքր երկիր է, ասենքը փոքրի առավելությունը որն է, որ արդյունքը շուտ ես զգում։ Ասենք օրինակ Ռուսաստանում մի հատ ռեֆորմ անես կամ Լեհաստանում, չէ, կամ Գերմանիայում, Կանադայում։ Դե երկար ժամանակ սպասես, որ տեսնես ինչ արդյունք կարա լինի։ Հայաստանում նույնիսկ այն ամենափոքր ինվեստիցիան շատ կարճ ժամանակ հետո դրական արդյունք է տալու։ Օրինակ ես ժամանակին German Group ընկերությունում եմ աշխատել։ Միշտ այդ օրինակի վրա է բերում։ Ասում եմ Հայաստանում կա այնց մարդ, որ չգիտի թե German-ն ինչ է, German Group-ը ինչ է։ Դες մարդ չկա։ Բոլորը գիտեն, չէ՞ դրա մասին։ Իր ինվեստիցիոն արժեքը այն ժամանակ, որ այդ ընկերությունը ստեղծվել էր, մոտ մի $10 միլիոն էր։
Այսինքն գործարանը սարքավորումները բանը հիմա բարեբախտաբար նաև ընդլայնվել են։ Այսինքն $10 միլիոն մեր երկրի տնտեսության մեջ այնց էֆեկտ է ստեղծել, որ բոլորին դա հասել է, ճանաչում է ձեռք բերել, արդեն արտահանում է բան, փոքր, այսինքն այդպես ենթադրենք մեծ երկրներում ենթադրենք Լեհաստանում, ասես $10 միլիոն ինվեստիցիայով, ասես բիզնես եմ ստեղծել եւ այլն, դե գծի ծաղեն այդպես բան չի կարա լինի։ Փոքր երկրի առավելությունը հենց այդ է, որ փոքր ինվեստիցիաները կարճ ժամանակահատվածում զգալի էֆեկտ են տալիս։ Դրա համար եմ վստահ, որ Սամվել Կարապետյանի ասեք տնտեսական զարգացման ծրագրերը մարդիկ շատ շուտ են զգալու։ Շատ շուտ են զգալու, այսինքն հենց առաջի տարվա մեջ իրանք այդ փոփոխությունները արդեն զգալու են, իրանք կյանքը իրանք աչքի առաջ փոխվելու է։ Անցնենք մեր վերջին հատվածին, հա, որ տենց բարի ասմա եւ ուրախ նոտայով սկսեցինք, տենց էլ ավարտենք։ Մի փոքր խաղ ենք առաջարկում, ես ու Սարգիսը խաղանք։ Մենք մարդկանց անուններ տանք, դուք էլ մեկ բառով բնութագրեք կամ ինչ ասոցիացիա է առաջանում։ Սահմանափակենք մի բառով։ Լավ, մի բառ չէ, արտահայտությամբ կարա լինի, հա, տենց, բայց երկար չէ, էլի։ Պետրոս Ղազարյան։ Ղազախական ծորեն։ Չգիտեմ, Վահագն Ալեքսանյան։ Տրուսիկ։ Մենք կարանք պահանջենք բարձաբանում։ Դե բանակում որ չի ունեցե, ընդ որում զորամասում մենակ ինքը չի ունեցե, որովհետև այնտեղ որ ինքը ծառայել է մոտոհրաձգային գունդ ա եղել, գնդում 2000 հոգի զինծառայող։ Հələ մի մարդ ես չեմ լսել, որ ասի ես Վահագի հետ եմ ծառայել, ես էլ չեմ ունեցել։ Այսինքն ստացվում է, որ ամբողջ գնդում մենակ ինքը չի ունեցել։ Ռոմանոս Պետրոսյան։ Մեր հաղորդումը 18+։ Եք մենակ քպեներին ասում։ Կարկալուն ոնց որ Էդգարը տրամադրում։ Ռուբեն Ռուբինյան։ Չի, դեն ասել ես։ Ցինիզմ։ Իրան վերաբերյալ մի քիչ լուրջ ասեցիք։ Հա, որտեղ լուրջ ցինիկ է։ Ցինիկա։ Իմ կարծիքով իրան էտա բնութագրում։ Հովսեփ Խուրշուդյան։ Լավեն է։ Չգիտեմ։ Հելաններ չգիտեմ։ Լավներ չգիտես, էտա։ Էդ Ընկիսաբաց լուսամուտների աղջիկա անունը ոնց էր։ Հասմիկ Հակոբյանը, Ռոմանոս Պետրոսյան։ Կաղասխա։ Չէ, պետք է ասենք։ Ում։ Տարոն Չախոյան։ Լավ էլի։ Ես կրկնվեցի, չեղա։ Չանցավ։ Տարոնին չէ լավ։ Խուրշուդյանի հետ խառնում եք հիմա։ Չէ, Տարոնինը բանն է, ինքն էս ձևի մեջ է։ Անվաստակ։ Արայք Հարությունյան։ Դե դա բոլորը գիտեն։ Լավ։ Կարող է սխալ հիշեմ մեր երկրի նախագահը։ Անունը չեմ ասում, կարող է սխալ։ Իշավոտնուկ։ Իշավոտնուկը միշտ մեր ժողովուրդը ասել այն բանը, որ համ տխրության հետ է կապված, համ ուրախության։ Ինքը հիմա որ համ թաղումների ա գնում, համ ուրախ առիթների ա գնում, դրա համար ես իրան բանալուց հիշում եմ Իշավոտնուկ գիտեք, չէ՞ որ նա երկար նստա։ Հա, գյուղերը մեր ժամանակ որ համ թաղումներին են դրել, համ հարսանիքներին, տենց Ես մտածում եմ ասեք սելֆի։ Չէ, Իշավոտնուկ։ Ինչ ասեմ։ Ինձ թվում է բավարար է։ Լևոն, ինչ ես մտածում։ Okay։ Շնորհակալ եմ, որ Նիկոլ Փաշինյանի ու Ալեն Սիմոնյանի անունը չտրեք։ Այնքան խոսած։ Իրանք էլ են շնորհակալ։ Դա ասեցիք 18+ չէ։ Սահմանափակվեցինք այդքան։ Պարոն Ղազարյան, շատ շնորհակալ ենք, որ այսօր մեզ հետ մի ժամ անցկացրեցիք։ Դրա համար շատ շնորհակալ ենք, որ լցրեցիք եթերը։ Կհանդիպենք արդեն այլ ասպարեզներում։ Սիրով, շնորհակալ եմ։ Այո, շնորհակալ եմ։